Ողջույն աղջիկներս, այսօր ձեզ մի գաղտնիք եմ ցույց տալու, թե ինչպես ճիշտ քողարկել աչքի տակի թերությունները։ Գնացինք։ Ուրեմն սկզբից վերցնում ենք ավելի գազարագույն երանգ ունեցող կոնսիլեր, օրինակ ես Dior-ի երկրորդ համարն եմ օգտագործում, այսպես վերցնում եմ։ Շատ չեմ անում, որպեսզի ինքը շատ էլ չլինի, որովհետև հետո մեկ այլ գույնով եմ գնալու իր վրայից, այսպես եմ անում, երկու հատ կետիկ եմ դնում։ Եվ այստեղ այսպես եմ անում։ Վերցնում եմ իմ շատ սիրելի սպոնժիկը եւ այսպես շատ նուրբ հապումներով տարածում եմ, ինչ եմ ասում նուրբ շեշտում եմ, որովհետեւ աչքի հետ պետք է շատ զգույշ աշխատել, շատ։ Այսպես իրեն տարածում եմ։ Տեսեք ինքը արդեն մոտավորապես արդյունքը երևում է։ Հետո վերցնում եմ ավելի բաց կոնսիլեր, սա Estée Lauder-ի համար 1-ն է, էլի այսպես 1-2 դնում եմ, այնպես որ շատ չնի, որտեղ ինքը շատ խիտ է ու դժվար է տարածվելու, եթե իրան շատ դնեք։ Վերցնում եմ սպոնժիկը, էլի այսպես շատ զգույշ շարժումներով իրան տարածում եմ։ Տարբերությունը տեսեք ինչքան ակնհայտ է։ Այս աչքս ես ինադու չեմ քսել, որ հասկանաք տարբերությունը ինչքան մեծ է, ու եթե չգիտեմ, այն աղջիկները, ովքեր ունեն կապույտ շրջանակներ աչքերի հատվածում կամ չգիտեմ, ուզում են քողարկել, անպայման այս ձևով արեք, որովհետև ինքը օրվա ընթացքում շատ երկար է մնալու ու քողարկում է բոլոր թերությունները։